Open Media-ի News լրատվականը սկսում է աշխատանքն ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու խոսել կարևորի մասին, Հայաստանի ու աշխարհի լրահոսը դարձնել հասանելի եւ թափանցիկ ձեզ համար։ Այսօր ժամ 8:34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Փրկարար ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ 3 մարդ մահացել է, կան վիրավորներ։ Ճամբարակն մեկնած մեր օպերատիվ խմբից թարմ ինֆորմացիա կներկայացնենք առաջիկա թողարկումներին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին վեհարանից հեռացնելու հանրապետության վարչապետի նախաձեռնության ֆոնին վեհապար Հայրապետին օդանավակայանում դիմավորելու էին գնացել հարյուրավոր մարդիկ իրենց աջակցությունը հայտնելու։ Վարչապետի նախաձեռնած պրոցեսներին վեհապարը գնահատական չտվեց, ասաց եկեղեցին ունի համապատասխան ընթացակարգեր։ Մեր հորդորը պիտի լինի, որ այս դժվարին ժամանակներում ամուր եւ հաստատուն պահեք միաբանությունը ազգային մեր կյանքում, թույլ չտաք, որ որևէ կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն մեր ազգային միասնականությունը, հայտարարել է Գարեգին Հայրապետը։ Օդանավակայանում ենք, որտեղ մարդիկ եկել են իրենց աջակցությունը հայտնելու Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, եկել էին ասելու, որ հայոց եկեղեցին անկախ է եւ պետությունը ամեն դեպքում չպետք է խոչընդոտի եկեղեցու գործունեությանն ու չխառնվի եկեղեցու գործերին։ Հիշեցնեմ, որ վարչապետ Փաշինյանն առաջարկում էր հանձնաժողով ստեղծել, որի միջոցով կկարողանա ոչ միայն հեռացնել Գարեգին II-ին, այլև նոր կաթողիկոսական ընտրություններ սահմանել։ Եվ եկեղեցականությանը վերաբերող հարցերը եկեղեցու կարգած եւ կանոնած համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Մենք միասնաբար պիտի կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները մեր կյանքի, մեր ժողովրդին հուզող։ Ամուր մնանք մեր հավատքի, մեր լավատեսության, մեր արիական ոգու մեջ եւ այդպես ընթանանք դեպի նոր ժամանակները մեր կյանքի։ Անշուշտ միջավայրը ժամանակը, որ սկսեցին այս դեպքերը ծավալվել, այո, համընկավ Շվեյցարիայում մեր վեհապար Հայրապետի հայտնի ելույթի հետ, որտեղ ուղղակի հնչեցվեց բռնազավթված Արցախ բառակապակցությունը, այնուհետև պատասխան Ադրբեջանից, նույն պատասխանը այստեղ, ես ասում եմ բանը Փաշազադեն եւ նրա ճակերտավոր հայ ազգանվանակիցը։ Դուք հավատավոր զավակները զորությունն եք մեր եկեղեցու եւ մեր ազգի։ Ձեզանով է միշտ շեն ու պայծառ հայոց եկեղեցին եւ հայոց երկիրը։ Աստված օրհնի ձեզ, զորացնի ձեզ, որպեսզի մեր կյանքի ընթացքը լինի խաղաղաբեր, երջանիկ ու բարոր։ Իրոջ օրհնություն ամենքի։ Հարյուրավոր մարդիկ, կուսակցական, քաղաքական եւ հասարակական գործիչներ անկախ ժամից, նշեն, որ արդեն գիշերվա 1:00 է, անկախ ժամից հավաքվել են այստեղ իրենց աջակցությունը ցուցաբերելու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Նոր առավոտ, նոր գրառումով վարչապետ Փաշինյանը մայրաթորից պահանջում է պարզաբանել համաձայն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնների, ինչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել։ Հիշեցնեմ, որ նախորդ օրերին նա խոստացել էր ապացուցել, որ ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի, իսկ երեկվա գրառման մեջ շեշտադրել էր, որ ստեղծվելու է համակարգող հանձնախումբ, որը նրա խոսքով ազատելու է վեհարանը Գարեգին II-ից։
Սփյուռքի հոգևոր այրերը շարունակում են արձագանքել պետություն եկեղեցի հարաբերությունների շրջադարձային փոփոխություններին։ Ռումինիայից հետո իր ձայնը լսելի է դարձրել Հարավային Ամերիկայի հայոց թեմը, հայտարարություն տարածելով ի պաշտպանություն ամենայն հայոց գարեգին երկրորդ կաթողիկոսի։ Հարավային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդները ողջ հոգևոր դասը, ազգային եկեղեցական կենտրոնական վարչությունները, թեմական խորհուրդների անդամները եւ հավատացյալ ժողովուրդը անվերապահ զորակցություն են հայտնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ վեհափառ հայրապետին, նշված է հաղորդագրությունում։ Facebook-յան գրառումներ, եկեղեցու մասին, բյուջե 2024-ի քննարկումներ, գուցե իրական օրակարգը քննարկելու համար է երեկ երեկոյան տեղի ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը, որը վարել է վարչության նախագահ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացիական պայմանագրի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են կուսակցական, քաղաքական եւ հանրային կարևորություն ունեցող, ինչպես նաեւ կուսակցության առաջիկա համաժողովին առնչվող հարցեր։ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ երրորդ համաժողովից հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Միրզոյանը երեկ հանդիպել է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալեկրիշանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Սինգապուրի միջև համագործակցության զարգացման երկկողմ օրակարգի հարստացման մի քանի կոնկրետ ուղղություններ։ Երկուստեք ընդգծվել է արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների միջոցով փոխգործակցության նոր հնարավորությունների իրացման պատրաստակամությունը։ Նախարարները քննարկել են գործարար կապերի խորացման եւ մարդկանց միջև շփումների խրախուսման հնարավոր եղանակները։ Գնանք պետեկամուտների կոմիտեին հայտարարության հետևից, պետեկամուտների հաղորդագրության համաձայն նշվում է հաշվի առնելով վրացական անցակետում վերջին օրերի կուտակումները, Հայաստանի մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանի հատումը։ Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ ՊԵԿ-ը գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից, վստահեցնելով, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողման անցակետից, նշվում է հայտարարության մեջ։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ հայկական կոնյակ տեղափոխող մի քանի տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Վրաստանի անցակետում։ Բանակցություններ են ընթանում, որպեսզի այդ բեռնատարները եւս հնարավորություն ունենան տեղաշարժվելու։ 30-ից ավելի բեռնատարներ այս պահին արդեն Ռուսաստանում են, հայտնել են գերատեսչությունից։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ազգային ժողովում հայտարարել էր, որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու եւ Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում։ Նաեւ հիշեցնեմ, որ վերջին շաբաթներին հայ կոնյակագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում, ահազանգելով, որ Հայաստանից Ռուսաստան կոնյակ տեղափոխող մեքենաները շաբաթներով կանգնեցվում են Վրաստանում, որի մաքսավորները խմիչքի որակն են ստուգում։ Հայկական բանկերը կսառեցնեն խարդախության զոհ դարձածների վարկերը մինչև դատարանի որոշման հրապարակումը, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նախնական տվյալներով 2025 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է նման 408 դեպք։ Բանկերը պարտավոր են փոխհատուցում վճարել, եթե ապացուցվի անձնական տվյալների եւ գումարի արտահոսքի մեջ նրանց մեղքը, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ դեպքերի մեծ մասում մարդիկ իրենք են անզգուշորեն անձնական տվյալներ փոխանցել խարդախ պին կոդեր կամ քարտի համարներ։ Եթե խարդախությունը տեղի է ունեցել հաճախորդի անուշադրության պատճառով, բանկերը կփորձեն լուծումներ գտնել անհատական հիմունքներով, հավելել է գլխավոր դրամատան ղեկավարը։ Հանրապետության երրորդ նախագահի խափանման միջոցը փոխվեց։ Հանրապետության երրորդ նախագահի խափանման միջոցը փոխվեց եւ դատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի երկրից բացակայելու արգելքը, փոխարենը կիրառեց գրավ 5 միլիոն դրամի չափով։ Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական հետապնդում էր հարուցվել, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ պատման պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
Հակոբյանը ուսումը կշարունակի Չինաստանում, առկա թե հեռակա։ Իմ քայլը հիմնադրամից հայտնում են, որ կազմակերպության գործադիր տնօրենը վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան, երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու չինական փիլիսոփայություն Պեկինի Նոմալ համալսարանում։ Ծրագիրը ներառում է չինական փիլիսոփայական դպրոցությունների, բարոյագիտության և քաղաքական տնտեսության համակողմանի ուսումնասիրություն։ Հերթական այցի ժամանակ, երբ գտնվում էի Չինաստանում և տեսնում էի ինչպես են մարդիկ ապրում այդ հզոր պետությունում, մտածեցի, որ մեր շատ խնդիրների պատճառը կրթական է, նշել է Աննա Հակոբյանը, կրթվել է, նորաձև է շարժման մի քանի հանդիպումների ժամանակ։ Կրթությունը որպես կյանքը մշտական ուղեկից, հենց այս փորձառությունից տպավորված էլ Աննա Հակոբյանը անցյալ տարի նախաձեռնել է կրթվել է, նորաձև է շարժումը, որն այս պահին արդեն ընդգրկում է մոտ 800 մասնակից և հասցրել է հանդիպումներ կազմակերպել Հայաստանի 19 համայնքներում։ Ըստ հաղորդագրության Աննա Հակոբյանի մագիստրոսական կրթությունը Չինաստանում միաժամանակ կարող է ծառայել որպես երկխոսության հարթակ, փոխադարձ հարգանքի, մշակութային փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման համար։ Ռուս-ուկրաինական բախումների ուժգնությունը չի նվազում։ Խարկովում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման զոհ է դարձել առնվազն 3 մարդ։ 60-ը վիրավորվել են, այդ թվում 8 երեխա։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ քաղաքը հարձակման է ենթարկվել շահեդ տիպի 17 դրոններով։ Վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, ձեռնարկություններ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ռուսական զորքերը հերթական հարձակումն են իրականացրել նաև Օդեսայի մարզի վրա, ավերվել են տարատեսակ շինություններ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ անցած գիշեր ռուսական հակաօդային ուժերը խոցել են 32 հարվածային դրոն։ Կուրսկի մարզում վիրավորվել է 3 երեխա։ Տամբովի Վարոդի գործարանում հրդեհ է բռնկվել։ Տեղացիները հայտնում են, որ որոտացել է առնվազն 15 պայթյուն։ Այս մեկն արդեն 4-րդ հարձակումն է գործարանի վրա, որը Ռուսաստանում հաշվիչ և հրետանային զինամթերքի Վարոդի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Լոս Անջելեսում պարետային ժամ է հայտարարվել։ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը և ոստիկանապետ Ջիմ Մակդոնելը քաղաքի կենտրոնի որոշ հատվածներում պարետային ժամ են հայտարարել ներգաղթային ծառայության ռայդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Այն կտևի ժամը 20-ից մինչև առավոտյան 6-ը և մի քանի օր կշարունակվի։ Բասի խոսքով քաղաքը զգալի վնաս է կրել։ Լոս Անջելեսի ոստիկանության պետը նշել է, որ պարետային ժամը անհրաժեշտ է կյանքեր փրկելու և սեփականությունը պաշտպանելու համար օրեր տևած անկարգություններից հետո։ Կարեն Բասը նաև կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել ներգաղթի և մաքսային ծառայության կողմից անօրինական ներգաղթյալների դեմ իրականացվող ռեյդերը։ Նա ասել է, որ փորձում է կապ հաստատել Թրամփի հետ հարցը քննարկելու համար, բայց դեռ ապարդյուն։ Միացյալ Նահանգներում կրքերը թեժանում են, առաջարկում են ոչ սովորական լուծումներ։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը կոչ է արել ձյութով ուղղոզել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և կոլոլել փետուրների մեջ, որպես պատիժ Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ժամանակ իր վարքագծի համար։ Ջոնսոնը չի պնդել, որ Նյուսոմը պետք է ձերբակալվի, ինչպես առաջարկել էր նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն շեշտել է, որ Նյուսոմը մեղսակից է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։ Նիմբուս շտամն արագ տարածվում է Եվրոպայում։ Կորոնավիրուսի նոր նիմբուս շտամը արագ է տարածվում նաև Եվրոպայում։ Այն խիստ վարակիչ օմիկրոնի տարատեսակ է և կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել հունիս և հուլիս ամիսներին, զգուշացնում են մասնագետները։ Նիմբուսի ախտանիշներն են հոգնածություն, ջերմություն, մկանային և կոկորդի ցավեր, սակայն վարակի ալիքի դեմ մարդկությունն այս անգամ անպաշտպան չէ։ Մասնագետները նշում են, որ առկա պատվաստանյութերը դրա դեմ արդյունավետ են։ Հայ ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ 51 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող հունարոմեական ոճի ըմբիշ Մարատ Աջեմյանի մասին է խոսքը։ Նա 10-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Էլշադ Աբատվին և այսօր կայանալիք եզրափակչում ոսկե մեդալի համար գոտ է մարտելու է ռուսաստանցի Ռիզվան Կարիբեկովի հետ։ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող հունարոմեական ոճի 17 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում եզրափակիչ է հասել նաև 60 կիլոգրամ քաշային Հայկ Մանուկյանը, որը վաղը ոսկե մեդալը վիճարկելու է ադրբեջանցի Ալի Նազարովի հետ։
Այժմի համար նախատեսել էինք այսքանը, եթերում կլինենք ժամը 15-ին, կարող եք հետևել Reopen Media-ի լրատվական բաժնի հոսքերին YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում և Facebook-ում։ Սոցիալական մեդիա բոլոր հարթակներում մենք հասանելի ենք մշտական լրահոսով։ Հղումները կարող եք գտնել եթերի նկարագրության հատվածում և կցված մեկնաբանության մեջ։ Իսկ մեր երիտասարդ թիմին աջակցելու համար դուք կարող եք նաև հանգանակություններ անել reopen.media հարթակում donate կոճակի միջոցով։ Տաղավարում Սոնա Թումանյանն էր, կհանդիպենք։